Ռուսաստանի տարածքից Pan-Armenian TV-ի բոլոր նախագծերը ավելի հեշտ եւ արագ կարող եք դիտել Վկանտակտեում։ Pan-Armenian TV պաշտոնական էջում։ Մենք արդեն Վկանտակտեում ենք։ Ռուսաստանի տարածքից մեզ կարող եք դիտել Pan-Armenian TV-ի պաշտոնական էջում։ Բաչ թողնեք։ Բարի օր։ Ոնց ես։ Նորմալ ոչինչ։ Արման ջան, մենք հիմա միասին կգնանք մի ավելի խաղաղ տեղ ու կզրուցենք։ Անկեղծ ասած չեմ կարող ասել, թե մեր զրույցը ինչքան կտևի, բայց մի շատ կարևոր հարցի լուծում պիտի տանք այսօր։ Հուսամ, որ դու անկեղծ կլինես, ես էլ իմ հերթին խոստանում եմ քեզ անկեղծորեն պատասխանել քո բոլոր հարցերին։ Դե հերիքա ինչքան խնայեցինք իրար ու խաբեցինք։ Չեմ խոստանում, թե թեթև խոսակցություն կունենանք։ Ավելի ծանր քան կարելի է պատկերացնել, բայց հույս ունեմ, որ բոլոր կամուրջները չեն կայրի։ Մինչև պապի կգա, ես կխելագարվեմ։ Սառը, սպասի։ էլ կա կլինի հետո։ Այդ հետոն երբ է գալու։ Երբ ուզում եմ խոսենք, ասում ես հետո, ես էլ այսպես չեմ կարողանում։ Ես էլ չեմ կարողանում խոսել, հատկապես հիմա։ Ամբողջ ճանապարհին լուռ էիր։ Ես հասկանում եմ, որ ինչքան շատ բան կա ասելու, այնքան բարդ է խոսելը, մանավանդ այս թեմայով, որ ծանրացած է խղճիդ։ Ոչ էլ կան եւ ընդհանրապես ոչ ոք տեղյակ չի, որ դու ազատության մեջ ես։ Ես հատուկ չեմ ասել նրանց։ Ուզում էի առանձին խոսել հետդ, որ ոչ ոք չիմանա մեր խոսակցությունը։ Արման, ես ինքս ինձ վրա զարմանում եմ, գիտես։ Բոլոր օրենքներով ես հիմա այստեղ պիտի չլինեի։ Եթե հավատայի, իհարկե քո ասածին։ Բայց ես չեմ հավատացել։ Ուզում ես աշխարհի բոլոր ապացույցները բեր, միևնույնը չեմ հավատանում։ Ես ընդամենը մի ապացույց ունեմ։ Այսա, իմ սիրտը։ Ինձ պետք չի, որ դու ինչ-որ բառ ասես, որ ես նոր հասկանամ, թե ինչ է կատարվում քո ներսում։
ցանկացած ծնող սեփական երեխայի շունչն անգամ գիտի ու զգումը։ Հա, ճիշտ է, ես քո ծնողը չեմ, բայց ես եմ քեզ մեծացրել ու չեմ տարբերել իմ հարազատից։ Ես քեզ մեծացրել եմ այն գիտակցումով, որ իմ հարազատ տղան ես։ Գիտեմ։ Դրա համար էլ չեմ կարողանամ նայեմ ձեզ ու գետինն եմ մտնում։ Տեսնում եմ, որ ամաչում ես։ Ամոթ ունեցող մարդը երբեք գողություն չի անի։ Իսկ եթե անում է, նշանակում է ուրիշ հանգամանքներ են եղել։ Արման, ես ունեմ բոլոր իրավունքները հիմա քեզ վրա խաչ քաշելու, հեռանալու, քեզ ոստիկանության ձեռը տալու համար, բայց չեմ անում դա։ Չեմ անում, որովհետև չեմ հավատում այն, ինչ որ դու ասում ես։ Որովհետև հասկանում եմ, որ դու ես պատմության մեջ, որքան որ մեղավոր ես, նույնքան էլ զոհ ես։ Հիմա դիմացս կանգնած ես ու լարվածությունից տեղդ չես գտնում։ Չես կարողանում աչքերիս մեջ նայել։ Տես, Արման ջան, ես քեզ հիմա խնդրում եմ։ Չեմ բարկանում, չեմ ստիպում, չեմ պահանջում, խնդրում եմ, որ դու ինձ ասես ճշմարտությունը։ Ես չգիտեմ, թե ինչպես այդ գումարը հայտնվել է քո հաշվի համարին։ Ինձ ճշմարտությունն է պետք։ Ոնց։ Ինչպես է հայտնվել քո հաշվի համարին ու ինչն է դրա պատճառը։ Արման, նորից եմ խնդրում քեզ, որ ինձ չխաբես։ Որովհետև սա քո վերջին հնարավորությունն է լինելու։ Հույսս մեծ է, Արման ջան, որ դու էլ չես ուզում կորցնել ինձ։ Այնպես ինչպես ես, որովհետև այս խոսակցությունից հետո հնարավոր է, որ մենք այլևս չհանդիպենք։ Ինչի ես եկել բաժին։ Ինչի դա քեզ հետաքրքրում է։ Կարծեմ դու էիր ասում, որ մենք պիտի ոչ մի կապ չունենանք, ուրեմն պիտի նաև չհետաքրքրեր, թե ինչի եմ այստեղ։ Ճիշտ ես, սխալ արեցի, որ հարցրեցի։ Ես Արմանի մասին էի ուզում իմանալ, ինչ որ նորություն կա։ Հա, Արմանին բաց եմ թողել։ Հա։ Երբ։ Այսօր ինք արդեն ազատության մեջ է։ Իմ համար շատ զարմանալի էր, բայց ինձ էլ բաց թողեցին։ Հիմա կարևորը Արմանը ազատության մեջ է, կարաս հանգիստ լինես։ Ես էլ նոր իմացա, մինչև իմանում էի, պարզվեց արդեն գնացել է։ Դե այդ տղան, որ չկա, մեղադրողել չկա, ինձ թվում է քեզ էլ չեն բռնի։ Այդ արդեն ինձ քիչ է հետաքրքրում։ Հիմա ես երկու տարբերակ ունեմ։ Կամ կնստեմ, կամ էլ հետ կգնամ Ամերիկա։ Մնաս բարով։ Սպասի։ Սպասի։ Ինչ ա եղել Արմանի հետ կապված էլի հարցեր կան։ Հա, ես այդքանից ավել էլ ոչինչ չեմ իմանում։ Չէ, ուզում եմ մեր մասին խոսենք։ Ավելի ճիշտ այն ամենի մասին, ինչ մնացել է մեզնից։ Կարող է դու ինչ-որ բաներ մոռացել ես, բայց ես չէ։ Կարող է դու չես հիշում իմ մասին, բայց ցավոք սրտի ես ամեն ինչ հիշում եմ։ Գիտես, աչքիս առաջից հեռացրել եմ այն ամեն ինչը, ինչ քո մասին է հիշեցնում, բայց մի բան կա, որ տան, որ անկյունում է լինի, մեկը ինձ անընդհատ քո մասին է հիշացնելու։ Որովհետև այն միտքը մենակ, որ դա ինձ մոտ է, ինձ անընդհատ ցավեցնելու է։ Ու ես ուզում եմ ազատվել նաև դրանից։
այս մատանին ինձ պիտի երջանկացներ, բայց միայն ցավ է պատճառել։ Հիշում ես, երբ հայելիս մոտդ էր, ասում էիր, ինչքան ուզում է իրար հրաժեշտ տանք, անընդհատ զգացողությունա, որ դա մեզ համար ինչ-որ կապող օղակ է, որ հույս կա դրա մեջ, որ անընդհատ իմ մասին է հիշեցնում։ Նույնն էլ սա։ Այս մատանին ուղղակի զարդ չի։ Երբ մատիս էիր դնում, այդ պահին մենք շատ խոստումներ ենք իրար տվել ու այսօր պարզվում է, որ բոլորը դրժել ենք։ Այս մատանին պարանի պես վզիս է փաթաթել այն երջանկությունը, որ ունեի։ Այն երջանկությունը, որ զգում էի ու սավառնում օդերում։ Հիմա ինձ սա խեղդում է։ Դրա համար էլ չեմ ուզում տեսնել։ Այդ մատանին քոնն է, ինչ ուզում ես կարաս անես դրա հետ։ Ես քեզ մոռանալու համար մեծ հաճույքով ուղղակի կնետայի ուր որ պատահեր, բայց չեմ կարող։ Այս մատանու մեջ իմ երջանկությունն է, իմ անցյալն է ու ես չեմ կարող ուղղակի փողոցում միտեղ նետել այդ անցյալն ու գնալ։ Այս զարդի մեջ շատ սեր է եղել, պատմություն է եղել, էմոցիաներ, խոստումներ։ Միգուցե ես շատ սենտիմենտալ եմ թվում ու կարող է դու մտածես, որ սա ընդամենը մատանի է։ Եթե այդպես ես մտածում, սա վերցրու ու դու նետի մոտակա աղբարքի մեջ։ Ինձ թվում է դա քեզ համար ավելի հեշտ կլինի։ Առհասարակ քեզ ամեն ինչ ավելի հեշտ է տրվում այս կյանքում ու դա էլ դժվար չի լինի։ Ես հասկանում եմ, որ բարդ է քեզ համար Արման, բայց ինձ համար էլ հեշտ չի հավատա։ Ամեն ինչ իմ ներսում խառնվել է իրար Արման, բայց ես փորձում եմ չշտապել ու չսխալվել։ Այս աշխարհում ինձ ոչ ոք ավելի լավ չի ճանաչում քեզնից բացի։ Հիմա հասկանում ես, չէ՞, թե ինչքան կարևոր մարդ ես դու ինձ համար, որ ես երկար բարակ զրուցում եմ հետդ այս թեմայով։ Ես իրոք չգիտեմ ինչ ասեմ, ասելու բան էլ չկա, խոսելու տեղ էլ չեմ թողել, չգիտեմ ինչ անեմ, եղած է,
ու այդ արածել փոխել չի լինի։ Չէ, չեղավ Արման, չեղավ։ Ես դա արդեն լսել եմ։ Ես քեզ չեմ կանչել այստեղ, որ նույն բանը լսեմ։ Քիչ առաջ ասեցի, եթե ես քեզ հավատայի, մենք հիմա այստեղ չէինք լինի։ Ես ուզում եմ, որ դու ազնիվ լինես ինձ հետ, այնքան ինչքան ես եմ քո հանդեպ ազնիվ։ Ես շատ գնահատում ու արժևորում եմ մեր անցած ճանապարհը։ Ու հիմա ուզում եմ, որ դու նույնը անես ու ազնիվ լինես իմ նկատմամբ։ Արման, ոչ մի բանի ու ոչ ոքի համար մի վախեցիր։ Ես քեզ խոստանում եմ, եթե դու ազնիվ լինես, ես այնպես կանեմ, որ այս պատմության արդյունքում ոչ ոք չի տուժի։ Արման, ես չեմ ուզում մտածել, որ այսքան տարի կողքից պահել եմ մեկին, ով մատը շարժելու պես կարող է նայել աչքերիս ու ստել։ Ինձ համար քո ազնվությունը միշտ էլ գնահատելի ու ողջունելի է եղել։ Խնդրում եմ քեզ։ Եղիր ազնիվ։ Ազնիվ, հակառակ դեպքում հետոն շատ ավելի ցավոտ է լինելու։ Չհիասթափեցնես ինձ, Արման։ Իմ համբերությունն էլ սահմաններ ունի։ Երդվում եմ, եթե դու ազնիվ լինես, ոչ ոք չի տուժի։ Ես ոչ ոքի պատասխանատվության չեմ ենթարկի։ Սպասում եմ, Արման։ Ես արդեն ասել եմ այն ինչ որ պետք է ասեի։ Իսկ ես ասեցի, որ այդ սուտը չեմ ուզում լսել այլևս։ Եկեք ուղղակի չշարունակենք այս թեման։ Դուք իմ համար այնքան բան եք արել, այս ամբողջ ընթացքում ամեն ինչով էլ օգնել եք։ Ես ոչ մի անգամ առիթից չեմ օգտվել։ Ինձ ավելորդություններ թույլ չեմ տվել։ Ես միշտ սիրով ու նվիրված եմ եղել ձեզ։ Բայց հիմա սխալվել եմ ու լավ գիտակցում եմ, որ սխալս ներում չունի։ Հայրդ այս ամենի պատճառը։ Չէ։ Ոնց չես ամաչում, Արման։ Ոնց ես կարողանում նայել աչքերիս մեջ ու ստել։ Սար։ Ինչ ես լացում։ Նորմալ է ամեն ինչ։ Բաժին էիր եկել։ Հա, Բա ինչ ես լացում։ Կարող է լուրջ կա Արմանից վատ բան ես իմացել։ Սարա։ Ես իհարկե հասկանում եմ, որ դու հայտնվել ես երկու քարի արանքում, Արման ջան։ Մի կողմում հայրդ է, մյուս կողմում ես։ Բայց ես չեմ էլ փորձում համեմատվել հորդ հետ։ Ու ասեմ, որ քո պահվածքը այս վիճակում առնվազն բարոյական չի։ Էն թե ինչ անուն պիտի տամ հորդ արածին, թողնենք հետո։ Հայրդ ինձ հետ հին հաշիվներ ունին, բայց սեփական երեխային օգտագործելը ոչ մի կերպ չի արդարացնում իրեն։ Ես գիտեմ այդ հաշիվների մասին։ Գիտեմ, որ հայրս միսակի փոխարեն բանտ անստել, բայց նաև գիտեմ այն փաստը, որ այդ ամեն ինչը փոխադարձ համաձայնությամբ է եղել։ Փաստորեն գիտես ամեն ինչ ու աչքերիս նայելով ստում ես, այսինքն հորդ ինձնից ես պաշտպանում։ Եթե մենք հիմա մի 2 ժամ էլ խոսենք, մեկը ինչ-որ ուրիշ բաներ չի լինելու, ես այլ բան չեմ կարող ասել։ Ես գիտեմ, պատկերացնում եմ, որ այս ասածս հիմա շատ արհեստական կարող է թվալ, բայց ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես երախտապարտ եմ լինելու ձեզ միջև կյանքիս վերջ ու շնորհակալ եմ ձեզ։ Գիտեմ, որ ձեր այդքան արածներից հետո իմ մեզ արարքը ոչ մի ներում չունի, բայց ուզում եմ նաև իմանաք, որ ես էլ ինձ չեմ ներելու։ Ուղղակի պահիտակ
փողով գայթակղվել եմ, թուլություն ա եղել, չգիտեմ, ու գնացել եմ այդ հիմարությանը, բայց ես եմ արել, ու գիտեմ, որ այդ արարքս ներում չունի։ Հիմա ինչ էլ որ որոշեք, ես պատրաստ եմ առանց ձայն հանելու, լսել ու ենթարկվել։ Սա քո վերջին խոսքն է, Արման։ Հա, ես եմ մեղավոր ու ես չեմ ուզում ինչ-որ հավելորդ բաները մտածել, հորինել, որ ինձ արդարացնեմ, որովհետև ես դրանից ինքս ինձնից ավելի շատ կզզվեմ։ Ես ձեզ այդ գումարը կվերադարձնեմ ամենաուշը վաղը։ Լավ, այս թեման համարում ենք փակված։ Ես այս ամբողջ ընթացքում փաստաբանների հետ եղել եմ կապի մեջ, որպեսզի քեզ ազատ արձակեմ։ Որքան էլ որ ես բարկացած եմ եղել քեզ վրա, Ավելին սիրտս ցավում էր, որ դու բանտում էիր։ Ու ամեն ինչ արել եմ, որ լինես ազատության մեջ։ Ուրեմն այսպես։ Դու այլևս մոտ չես գալիս իմ տանը եւ տնեցիներին։ Խոսքը առաջին հերթին վերաբերում է իհարկե Էլկային։ Դու Էլկային այլևս չես մոտենա։ Աստված վկա, ես ամեն ինչ արեցի, որ դու կարողանաս քեզ մեկնած ձեռքս բռնես։ Իսկ դու դա չարեցիր։ Ինձ մնում է ընդամենը հիմա մի բան։ Անել այն, ինչը ես իսկապես չէի ցանկանա։ Քեզ մոռացության մատնել ու այնպես անել, որ մեր տնեցիներից եւ ոչ մեկը քեզ ընդհանրապես չհիշի։ Ես կրկնում եմ, դու Էլկային չես զանգի ու չես մոտենա մեր տանը։ Սա մեկ։ Երկրորդը։ Իմ տան մեջ չի կարող լինել մեկը, ով ունակ է ցանկացած պահի ինձ հարվածել մեջքից։ Սա երկու։ Եվ երրորդը։ Խոստանում եմ քեզ, որ Էլկային չեմ ասի, թե իրականում ինչա կատարվել, որպեսզի ավելի մեծ ցավ չապրի։ Ու դու էլ քո հերթին պիտի խոստանաս, այնպես ես անելու, չգիտեմ ինչ կամ ինչպես, որպեսզի Էլկան չզրկվի ամեն ինչից, ամենակարևորը ընտանիքից։ Ես էլ իմ հերթին խոստանում եմ, որ հորդ մոտ չեմ գա ու բանտ չեմ տանի։ Ես հո երեք չեմ ծնվել։ Ես հո գիտեմ, որ այս ամենը հորդ ձեռքի գործն է։ Որքան էլ դու քեզ վրա վերցնես դա։ Ես իհարկե կարող էի ձեզ հանձնել ոստիկանություն ու որքան էլ դու պնդեիր, որ դու ես արել, միևնույնը քո միջոցով դուրս էին գալու հորդ վրա։ Ու դատվելու էր հայրդ, երկրորդ անգամ, բարդություններով։ Ու որքան էլ կնստեր հայրդ, իր համար դա կլիներ արդեն ցմահ։ Հույս ունեմ, որ արածս չես ուրանա ու լավությամբ կպատասխանես ինձ։ Այսինքն մոտ չես գա իմ տանը։ Եթե կուզես շանտաժ համարի ասածս, ես հորդ բանտ չեմ ուղարկի այնքան ժամանակ, քանի դեռ դու չես մոտեցել իմ տանը։ Արմանն ազատության մեջ է։ Հիմա հանգիստ ես, չէ՞։ Հա, ազատության մեջ է, բայց չի զանգել, զանգելիս էլ չի պատասխանում, չկա Արմանը Սառա։ Ես չգիտեմ ախր ինչ անեմ, ինքը գիտեր ես ինչ անհանգիստ եմ։ Ինքը գիտեր ես իրան ոնց եմ սպասում, ինքը որ դուրս է եկել, առաջինը ինձ պետք է զանգեր։ Իսկ հիմա ինքը չկա։ Պատմությունը կրկնվում է, Սառ։ Այն ժամանակ դու էիր գորին սպասում, հիմա էլ ես եմ Արմանին սպասում։ Ես չգիտեմ ինչ մտածեմ, ասում են արդեն 2 ժամ է դուրս է եկել այստեղից։ Չգիտեմ ինչ անեմ, Սառա, ուր է հիմա։
Արման, ես գիտեմ, որ դու ազատության մեջ ես։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Արման, դու ինձ չես խղճում։ Ուր ես։ Ուր ես, Արման։ Ես իհարկե կարող էի ձեզ հանձնել ոստիկանություն ու որքան էլ դու պնդեիր, որ դու ես արել, միևնույնը քո միջոցով դուրս էին գալու հորդ վրա։ Ու դատվելու էր հայրդ, երկրորդ անգամ, բարդություններով, ու որքան էլ կնստեր հայրդ, իր համար դա կլիներ արդեն ցմահ։ Եթե կուզես շանտաժ համարի ասածս, ես հորդ բանտ չեմ ուղարկի այնքան ժամանակ, քանի դեռ դու չես մոտեցել իմ տանը։ Պապի, ինչ-որ նորություն կա։ Նորությունն են նա, որ Արմանին բաց է թողել, դեռ։ Մի րոպե, Արմանին բաց են թողել, բայց ինքը էլ կային չի զանգել։ Այն խեղճ աղջիկն էլ ընկած իրան աման գալիս։ Լավ, բայց այդ դեպքում հիմա որտեղ կլինի Արմանը։ Չգիտեմ, ես տեղեկություն ունեմ ընդամենը, որ Արմանին բաց են թողել, մտքանով։ Պապի, մենք երկուսս տեղյակ ենք, որ դու գիտես, թե Արմանը որտեղ է։ Ես տեղյակ չեմ։ Ախր պարզից պարզ երևում է, որ դու ես Արմանին ասել, որ Էլկայից հեռու մնա։ Էլկան հնարավոր է չգիտի դրա մասին, բայց ես էլ հո գիտեմ։ Դու երևի մտածում ես, որ Արմանն է այդ գողությունը արել։ Ու երևի անգամ սպառնացել ես իրան։ Չէ, ես արդեն չեմ էլ մտածում։ Արմանն ինքն է խոստովանել, որ դա ինքն է արել։ Պապի, այդ Արմանը չի։ Բայց ով։ Կասես։ Եթե Արմանը չի, ուրիշ ով։ Ցավում եմ, բայց ես ապացույցներ չունեմ, թե չէ կարող էի ապացուցել։ Դու գիտես ինչ որ մեկի անունը, ով կարող էր դա արած լիներ։ Ունես ապացույցներ։ Ներկայացրու։ Ներկայացրու, ես մեծ սիրով դա կլսեմ։ Ուրիշ ով, եթե ոչ Արմանը։
Չունես։ Ապացույցներ չկան։ Կրկնում եմ, ես մեծ սիրով դա կապացուցեի։ Արմանը ինքն իրեն անգամ չի ուզում օգնել։ Ուրիշ ինչ ասեմ ես։ Պապի, նորից եմ հարցնում։ Դու ես ասել Արմանին, որ Էլկայից հեռու մնա։ Արման, ես գիտեմ, որ դու ազատության մեջ ես։ Ինչի զանգերից չես պատասխանում։ Արման, դու ինձ չես խղճում։ Ուր ես։ Ուր ես, Արման։ Ալո։ Արման ջան, վերջապես։ Կարես մի հատ բացատրես հասկանամ, ուր ես չկաս։ Ես քեզ զանգում, դու չես պատասխանում, Արման։ Դուրս ես եկել, փոխանակ առաջինը ինձ զանգես, մի բան էլ զանգերից չես պատասխանում։ Կներես։ Կներես։ Կներես ու վերջ։ Ես չեմ զանգել, որ դու ինձ ասես կներես, Արման։ Ես բաժնի մոտ եմ, դու որտեղ ես, ասա։ Ես գամ, թե դու կգաս։ Ոնց բաժնի մոտ եմ։ Ինչ ես գնացել բաժնի մոտ, էլ կա հենց հիմա գնա տուն։ Հա, այսինքն դու կգաս տուն միանգամից։ Չէ, չեմ գա։ Այսինքն։ Դե նկատի ունեմ հիմա չեմ գա, էլ կա։ Ուղղակի մի փոքր ուշ կգամ։ Դու հիմա գնա, լավ։ Արման, դու որտեղ ես։ Այդ կարևոր չի։ Ինձ ուղղակի այս պայն մի փոքր ժամանակ է պետք, որ մտքերս հավաքեմ իրար ու հասկանամ, թե ինչ եմ անում։ Այսինքն։ Ես եմ քեզ խանգարելու, որ մտքեր հավաքես, Արման։ Բուջուրս, ինձ հիմա հարցեր մի տուր։ Ես ուղղակի քեզանից մի փոքր ժամանակ եմ խնդրում, հետո անպայման գալու եմ։ Արման, հետո երբ։ Ինչքան ժամանակ հետո։ Մի օր, երկու օր, ես հասկանում եմ, որ դու մի քանի ժամվա մասին չես խոսում։ Էլկա։ Չէ, դու ինձ լսի։ Եթե պետք լինի, ես կգնամ քո տան մոտ ու կսպասեմ այնքան, մինչև որ դու գաս։ Ու կապ չունի ինչքան պետք կլինի սպասել։ Պետք լինի ամբողջ գիշեր այնտեղ կնստեմ ու կսպասեմ։ Պետք լինի 3 օր կսպասեմ, լսում ես, մինչև որ դու գաս։ Հիմա ինչ ենք անում։ Գալիս ես, թե ես եմ գալիս։ Ինձ լսի, Բուջուր ջան։ Արման, ահավաս չեմ սիրում սենց բաներ։ Հատկապես որ մի քանի օր առաջ այսենց պատմություն եղավ Սարայի ու Գորի հետ։ Գորը դուրս եկավ ու Սարային չէր զանգում, ոչ էլ եկավ տեսավ։ Ինձ մի հատ կարաս բացատրես։ Ինչ կա այդ խցի մեջ, որ ձեզ տենց հեղափոխում է։ Հասկանում ես, կողքս ուղղակի այնպիսի պատմություններ են, որ ես արդեն սկսում եմ վախենալ։ Արման, ինչ ենք անում։ Ես գնում եմ ձեր տան մոտ, թե դու գալիս ես։ Գալիս եմ։ Այս ուրիշ, այս իմ Արմանն է։ Ուր ես, պապա, չի ես անհասանելի։ Ալո։ Բարև ձյան։ Բարև Ռեբեկա։ Ճիշտ ասած,
Սուտ կասեմ, եթե չասեմ, որ զարմացած եմ, որ զանգահարել ես։ Երբ մարդ հուսահատա լինում, ամեն քայլի պատրաստ է։ Ես քեզ չէի զանգի, եթե հորս մասին տեղեկություն ինձ պետք չլիներ։ Հորդ մասին։ Իսկ ես ինչի պիտի իմանամ քո հոր մասին ինչ-որ բան։ Խնդրում եմ, էլի անիմաստ տեսարաններ հիմա մի խաղա։ Մենք բոլորս շատ լավ գիտենք ձեր կեղտոտ կապի մասին։ Ու ես վստահ եմ, որ դուք այս ամբողջ ընթացքում իրար հետ կապի մեջ եք եղել։ Ես արդեն ինչքան ժամանակա զանգում եմ պապային ու չեմ կարողանում գտնել։ Հավատա, այս պահին մենակ ինձ պետքա, որ պապայի տեղը իմանամ։ Քեզ իմանալով հասկանում եմ, որ շատ կարևոր է։ Բայց հավատա, ես հորդ տեղը իսկապես չգիտեմ։ Ձյան, ես միամիտ չեմ։ Պապային փոխանցի, որ եթե ինքը արդեն սկսել է ինչ-որ մի բան, թող ավարտին հասցնի, թե չէ իրա փոխարեն դա ես եմ անելու։ Ու դրանից հետո արդեն չգիտեմ ինչ կլինի։ Այսինքն Պապան պապին էր զանգել, որովհետև ինձ բան էր խոստացել ու ես հավատացել էի։ Փոխանցի իրան, որ եթե հանկարծ ինքը հիմա փոշմանել է, դա իրա փոխարեն անելու եմ ես։ Ձյան, ես գիտեմ, որ դու իր հետ կապի միջոց կգտնես։ ես ճիշտ եմ հասկանում, որ տպարանի գողության մասին է խոսքը։ Հա։ Ու դու պատրաստ ես հորդ մատնել։ Ես չեմ պատրաստվում քեզ բացատրություն տամ կամ առավել եւս արդարանամ։ Պապան խոստացել էր, որ ինքն է գալու ու ասի։ Լավ, հիմա հանգստացի ու ոչ մի բան մի արա, կարևոր այս մասին ոչինչ ոչ ոքի չասես, ես կփորձեմ հորդ գտնել։ Լսում ես ինձ Ռեբեկա, ոչ ոքի ոչինչ չասես, սպասի իմ զանգին։ Ասա, որ շուտ զանգի ինձ։ Ես երկար չեմ սպասելու։